Ապրիլի 1-ից կենսաթոշակների բարձրացումը բազմաթիվ թոշակառուների համար հույս էր ստեղծել, որ կկարողանան թեկուզ փոքր-ինչ թեթևացնել իրենց առօրյա հոգսերը, սակայն ընդամենը 2 ամիս անց հարյուրավոր ընտանիքներ կանգնել են նոր խնդրի առաջ։ Հունիս ամսից դադարեցվել են սոցիալական նպաստները։ Քիչ է, շատ ծնեն բդի թոշակը, կամ կները էժանացնեն, որ ժողովուրդը կարողանա ապրի։ Հիվանդանոցի յանից էի երը, հա։ Քերտաս հիվանդանոց 3 ամիս չելեն գեզի։ Ենքան գտանին ու պերենոր, եդել ավտոբուզներին կուդան մարդիկ կերտան կան, եդել սեմ։ 10,000 դրամ, ավես դրամ, 20,000 դրամ մեր նպաստները կդրեց, միանյակ տերեի։ Պատասխանատու կառույցներից պարզաբանում են նպաստի դադարեցման հիմնական պատճառը կապված է ընտանիքների անապահովության գնահատման միավորի փոփոխության հետ։ Նոր գնահատմամբ համակարգում հաշվի են առնվում ընտանիքի սոցիալական վիճակը բնութագրող մի շարք գործոններ, այդ թվում եկամուտների փոփոխությունը, եթե ընտանիքի եկամուտն ավելանում է, դա կարող է ազդել նպաստ ստանալու իրավունքի վրա։ Նպաստ չեմ ստացել, թոշակը 10,000 ավելացել է։ Չգիտեմ, բայց չէ՞ որ շատ մեծ փոփոխություն է եղել։ Խաբեցին ինչ ժողովրդություն առևտուրերեք լրիվ 10,000 կավենա, բայց մեզ եղա մարդկանց բրին նվաստը կրին, բայց ինչի մարդը ոչ կոմունալ կրամուձ է, ոչ բանսի ինչ խայլարագություն է։ Երկրում արձանագրված կտրուկ գնաճը զգալիորեն մեծացրել է առաջին անհրաժեշտության ապրանքների դեղորայքի և կոմունալ ծառայությունների ծախսերը։ Տարեցները նշում են, որ անգամ բարձրացված թոշակն այլևս չի բավարարում նվազագույն կարիքները հոգալու համար, իսկ նպաստի դադարեցումն ավելի է խորացրել նրանց սոցիալական խնդիրը։ Թոշակը 10,000 բարձրացրել են, բայց ամեն ինչն է 100 անգամ թանկացել է բդիկ։ Առաջ 5,000-ի շապատım հերիք էր, պերավիս կարն, մեր պերավիզմ կարնից 10,000 դրամ փող է։ Չէ, լավ չէ։ Ելքի ինչպես եք տեղ։ Թանկացումն է կնակ հարստին, չես կրդապավնեմ ադե իրակդրը տված փողն ու ապրանքի կները։ Թոշակներն որ բարձրացրել են, դա հետ կապ չունի, բոլորն ամեն ինչը բան ա եղել, թանկացել է, ամեն ինչը։ Դրա համար ես չգիտեմ, մինչև կողքից ինձ մի հատ օգնեն, ես չեմ կարող մենակ թոշակովս ապրել։ Գայանե Հովհաննիսյան, Խան Հովհաննիսյան, Հայկ Գաբրելյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման օրվան նվիրված ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով քրեական հետապնդում, գույքի վերականգնում եւ բռնագանձված գույքի կառավարում, քրեական արդարադատությունում զոհակենտրոն մոտեցման ամրապնդում թեմայով միջազգային համաժողովին։ Միջոցառմանը ներկա են եղել նաեւ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, օրենսդիր գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի անվտանգության բարեվարկության և իրավունքի գերակայության տնօրինության տնօրեն Հաննա Յունկերը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ինչպես նաև միջազգային փորձագետներ։ Վարչապետը հանդես է եկել ելույթով շնորհավորել ներկաներին դատախազության աշխատողի օրվա առիթով և ընդգծել այն միջազգային համաժողովի ձևաչափով անցկացնելու կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով դա հնարավորություն է տալիս անդրադառնալու դատախազության գործունեությանը, ինչպես նաև փորձի փոխանակմանը։ Ինձ համար որպես վարչապետ ամենաանհանգստացնող փաստերից մեկը այն է, որ հակակոռուպցիոն քաղաքականությունների մեջ եւ այդ թվում միջազգային վարկանիշերում մենք որոշակի լճացման փուլում ենք հայտնվել, տենց մի քիչ այդ լավ է, որ մի քիչ հետ են գնում, մի քիչ առաջ են գալիս ու տենց ինչ որ տեղապտույտի վիճակի մեջ ենք, բայց սա իրականում անհանգստացնող փաստ է, որի հետ մենք որևէ կերպ չենք կարող համակերպվել, որովհետև մեզ համար սկզբունքային է, որ մենք հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում անընդհատ եւ սկզբունքային եւ հետեւական առաջընթաց արձանագրենք եւ իհարկե նաեւ ես առիթ ունեցել եմ ասելու, հիմա էլ ուզում եմ ընդգծել, որ կառավարությունը, նոր ձևավորվող կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնությունը առաջնային խնդիր է համարում ժողովրդավարական բարեփոխումների ամբողջ փաթեթը պայմանական ասած վերագործարկելու կամ թարմացնելու կամ ռեստարտ անելու process-ը եւ սա շատ կարեւոր է մեզ համար։ Իհարկե նաեւ մենք ունենք մի խնդիր, որը նաեւ այդ թվում
դատախազության գործընկերների հետ համագործակցությամբ պետք է լուծենք արդարադատության մարմինների, կառավարության խորհրդարանի ի վերջո անհրաժեշտ է ձևակերպել հստակ հանրային կոնսենսուս, թե ինչ է արդարություն եւ ինչ է արդարադատություն, որտեղ թվում է թե պարզ եւ հասկանալի բառ է, բայց դա երբ որ գալիս ենք պրակտիկ տիրույթ, ակնհայտ է դառնում, որ կան հարցեր, որոնց պետք է պատասխանել։ Ես մեր իրականության մեջ այդ բացը նկատում եւ զգում եմ, որ հանրային կոնսենսուս չկա, կամ հանրային կամ պետական կարգախոս կամ ուղերձ չկա, թե արդարությունն ու արդարադատությունը ինչ են։ Իմ պատկերացմամբ արդարադատությունը եւ արդարությունը ինքը դիտարկվում է միայն եւ միայն բացառապես լեգիտիմության համատեքստում, որովհետեւ այն ինչ առավելագույնս համապատասխանում է լեգիտիմությանը, առավելագույնս համապատասխանում է արդարությանը եւ արդարադատությանը։ Այստեղ ամենակարևոր դրույթը սրանից հետո այն է, որ լեգիտիմության մի աղբյուր կա եւ այդ աղբյուրը սուվերենն է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Եվ չի կարող արդարությունն ու արդարադատությունը ինստիտուցիոնալ մակարդակում կտրված լինել լեգիտիմությունից։ Ես առիթ ունեցել եմ ասելու եւ հիմա էլ եմ ասում, իմ կարծիքով մեր իրավական սոցիալ հոգեբանության մեջ այս խնդրը լրջորեն գոյություն ունի։ Արդարությունը եւ արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն ժողովրդի հետ։ Ես չեմ ասում, թե ժողովրդի ընկալումներն ու ցանկությունները պետք է ինքնաբերաբար արտահայտվեն արդարության եւ արդարադատության տեսքով։ Ընդհակառակը, արդարության եւ արդարադատության ինստիտուտները ժողովրդի ցանկությունները պետք է սահմանափակեն իրավունքով շահերի պաշտպանությամբ, եթե պայմանականորեն ասենք, նույնիսկ այն տեղերում, որտեղ ժողովուրդը վրեժի կամ վենդետայի ցանկություն ունի, արդարության եւ արդարադատության ինստիտուտները հենց սա պետք է սահմանափակեն, բալանսավորեն եւ բերեն ճիշտ տրամաբանության մեջ, որպեսզի նաեւ պոտենցիալ մեղադրվողների կամ ամբաստանվողների շահերը եւ իրավունքները պաշտպանվեն։ Բնական գազը Հայաստանում մինչև տարեվերջ, որ հաստատ չի թանկանա։ Քաղաքական ու այլ հարցերից անկախ, թե բնակչությունը, թե բիզնեսը կապույտ վառելիքը կշարունակեն օգտագործել այժմ գործող նույն գներով։ Որոշումը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովինն է։ Օրակարգի առաջին հարցը գազի սակագնի վերանայումը։ Բնական գազի սպառողների, այդ թվում բնակչության համար սակագները մնում են անփոփոխ։ Երկրում գազի դիմաց օգոստոսի 1-ից այլ գումար կսկսեն վճարել միայն հոսանք արտադրող կայանները։ Նրանց համար վառելիքը նույնիսկ էժանացավ հանձնաժողովի միաձայն քվեարկությամբ ջերմակայանների բաժին սակագինն իջեցվեց $55-ով։ Փետրվարի 1-ից գործում է ջետերին վաճառքի գինը $46.21 1000 խորանարդի հաշվարկով։ Հիմա ներկայումս այդ գինը իջեցվում է $91.15 1000 խորանարդի համար։ Կարգավորիչ մարմնի հաշվարկների հիմքում ներառված են գազի ջերմատվությունից մինչև համակարգում Գազպրոմ Արմենիայի այս տարվա մարտի դրությամբ կատարած 18.6 միլիարդ դրամի ներդրումներ դոլարի փոխարժեք սակագնի վրա ազդող բոլոր գործոնները, վստահեցրեց զեկուցողը։ Հայտարարեցին վերանայման այս գործընթացը հանձնաժողովի նախաձեռնությունն է էլեկտրաէներգետիկ համակարգում ունեցած բացասական ազդեցությունը չեզոքացնելու համար։ Այն կապված է ատոմակայանի սակագնում ներառված վարկային պարտավորությունների հետաձգման խնդրի հետ։ Ֆինանսական այդ հարցը ջեկերի օգնությամբ հիմա բալանսի են բերում, մեկնաբանում է Մեսրոպ Մեսրոպյանը։ Որպեսզի ատոմակայանը բացասական ազդեցություն չթողի սակագների վրա, մենք այդ օգուտները ուղղեցինք ջերմային կայանների էժան սակագին սահմանելու տեսքով, որպեսզի ատոմակայանի համար ձևավորվի այդ օգուտները եւ ընդհանուր բալանսը մնա չեզոքացված վիճակում եւ բացասական ազդեցություն չգործի սակագների վրա։ Ջեկերին $91 գազ գնելու հնարավորություն տալով բացասական շեղման հարցը լուծվում է, նշվեց նաև նիստում։ Քննարկմանը մասնակցող Գազպրոմ Արմենիայի ներկայացուցիչը չառարկեց, ոչինչ չասաց, չխոսեց նաև, երբ ընկերության աշխատակիցների վարձատրության պարգևատրումների ֆոնդը քննարկելիս հանձնաժողովն առաջին անգամ պայման դրեց, որ այդ փողերից ուշադրություն տնօրինությունը որևէ խրախուսում չստանա։ Նախատեսվել է աշխատանքի վճարման գծով ծախսերի ավելացում, որը նախատեսվում է ողել
Գազամատակարարման համակարգի լիցենզիարված գործունեության մեջ ներգրաված աշխատողների պարգևատրման ֆոնդին, բացառությամբ բարձրաստիճան ղեկավար կազմի։ Նիստն ավարտվեց էներգետիկ օրակարգի բոլոր հարցերը սպառելով։ Կա արդյոք ռիսկ, որ գազամատակարարները կշտապեն օգտվել օրենքի ընձեռած հնարավորությունից ու սակագնի վերանայման իրենց հայտով կդիմեն հանձնաժողով։ Կառույցի ղեկավարից հետաքրքրվեցին լրագրողները։ Գազպրոմ Արմենիան կարող է միշտ էլ հայտ ներկայացնել վերանայելու համար, գործնականում այսօրվա մեր որոշմամբ մինչև տարվա վերջ, մինչև դեկտեմբերի 31 մենք այդ հարցը փակեցինք, իսկ արդեն հունվարի 1-ից սկսած, այո, Գազպրոմ Արմենիան կարող է նման նախաձեռնությամբ հանդես գալ։ Տարեկան միջինը 2.2 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ է մտնում Հայաստան, դրանից ջեկերի սպառած ընդհանուր ծավալը 370 միլիոնի կարգի է։ Հերմինե Բաղդասարյան, Հովհաննես Քյոսեյան։ ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Դոհայում հանդիպել են Կատարի վարչապետի հետ քննարկելով Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններում վերջին զարգացումները, իրավիճակը Մերձավոր Արևելքում և հատկապես Լիբանանում։ Կատարը հայտնել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև տեխնիկական բանակցությունները շարունակվում են, սակայն բարձր մակարդակով հանդիպումներ նախատեսված չեն։ Ամերիկյան կողմի հետ հանդիպումից հետո կատարցի միջնորդները բանակցություններ կանցկացնեն Թեհրանի պատվիրակության հետ։ Ըստ Իրանի արտգործնախարարության խոսնակի քննարկման առանցքում կլինեն Վաշինգտոնի և Թեհրանի պայմանավորվածությունները, ինչպես նաև իրանական ակտիվների ապասառեցումը։ Ավելի վաղ Կատարի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ իրանական սառեցված ակտիվներից $6 միլիարդ դեռ չի փոխանցվել Թեհրանին։ Այդ հարցը կախված է բանակցությունների ընթացքից։ Իր հերթին Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանը նախընտրում է բանակցությունները, բայց պատրաստ է նաև ռազմական բախման։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգների կողմից շրջափակման պատճառով Իրանը չէր կարողանում նավթ արտահանել, սակայն վերջին 10-12 օրվա ընթացքում երկրից արդեն 40 միլիոն բարել նավթ է արտահանվել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի զինված ուժերը կմնան Լիբանանի հարավում այնքան, մինչև Հզբոլահի սպառնալիքը չվերանա։ Նա նաև նշել է, որ Իսրայելն արդեն 2 անգամ հարձակվել է Իրանի վրա ոչնչացումից խուսափելու համար, եւ անհրաժեշտության դեպքում դա կանի 3-րդ անգամ։ Նեթանյահուի խոսքով պատերազմը երբեք չի ավարտվում եւ գոյատևելու համար հարկավոր է ուժեղ լինել։ Նա հավելել է, որ Իսրայելը պետք է աստիճանաբար հրաժարվի Միացյալ Նահանգների ֆինանսական աջակցությունից։ Նեթանյահուի պնդմամբ երկրի տնտեսությունն արդեն բավական ուժեղ է առանց արտաքին միջամտության գործելու համար, եւ այդ գործընթացը պետք է սկսվի արդեն այս տարի։ ԱՄՆ Գերագույն դատարանը հաստատել է, որ Միացյալ Նահանգներում ծնված անձինք ունեն ավտոմատ քաղաքացիության իրավունք։ 2025 թվականի հունվարին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, փորձելով սահմանափակել այս իրավունքը։ Դեմոկրատների կողմից վերահսկվող մի շարք նահանգներ անմիջապես դատական հայցեր էին ներկայացրել հրամանագրի դեմ։ Թրամփը քննադատել է դատարանի որոշումը, պնդելով, որ դա շատ վատ է երկրի համար։ Նա խոստացել է պայքարել եւ կոնգրեսում օրենսդրական փոփոխությունների միջոցով հասնել այդ իրավունքի սահմանափակման։ ԱՄՆ սահմանադրության 14-րդ փոփոխությամբ երկրում ծննդյան իրավունքով քաղաքացիություն է տրամադրվում 1868 թվականից։ Հուլիսի 1-ին Ղազախստանում ուժի մեջ է մտել նոր սահմանադրությունը, որը հանրաքվեով հաստատվել էր մարտին։ Միաժամանակ դադարել է գործել երկպալատ խորհրդարանը, որը բաղկացած էր Մաջլիսից եւ Սենատից։ Ըստ սահմանադրության խորհրդարանը կլինի միապալատ եւ կունենա 145 падգամավոր 5 տարի պաշտոնավարման ժամկետով։ Նոր սահմանադրությունը նաեւ նախատեսում է փոխնախագահի պաշտոնի ստեղծում խորհրդատվական մարմինների բարեփոխումներ։ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է հայրենակիցներին նոր սահմանադրության ուժի մեջ մտնելու կապակցությամբ, դա անվանելով դարակազմիկ իրադարձություն։ Այս օրը նշանավորում է քաղաքական համակարգի հիմնարար վերակառուցումը եւ պետության ու քաղաքացիական հասարակության հիմնական ինստիտուտների վերափոխումը, ընդգծել է Տոկաևը։ Աֆղանստանի եւ Պակիստանի միջև լարվածությունը սրվել է։ Թալիբանը հայտարարել է Բելուջիստանի նահանգում թիրախների հարվածելու մասին, որի հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել։ Պակիստանի զինված ուժերը հայտնել են, որ 4 անօդաչու թռչող սարք են խոցել, զգուշացնելով հետագա սադրանքները համարժեք պատասխանի կարժանանան։ Հունիսի 28-ին եւ 29-ի գիշերը Պակիստանն էր հարվածել Աֆղանստանին, հայտարարելով, որ ոչնչացրել է 29 զինյալի, ինչպես նաեւ զենքի եւ զինամթերքի պահեստներ։ Աֆղանստանը հայտնել է, որ հարվածների հետևանքով 38 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 160-ը վիրավորվել։ Իսլամաբադը Քաբուլին մեղադրում է Պակիստանում հարձակումներ իրականացնող ահաբեկիչներին ապաստան տալու համար։ Թալիբանը հերքում է մեղադրանքները հարձակումները որակելով չհրահրված։ Կողմերը 2025 թվականի հոկտեմբերին համաձայնել էին հրադադարի, սակայն այն պարբերաբար խախտվում է։ Սյուզաննա Չրաղյան։
Լավանդայի բույրը այս անգամ բոլորին համախմբել էր Իջևան Պարավաքար ավտոճանապարհի հատվածում գտնվող մոլորված 1 զբոսաշրջային վայրում։ Տավուշի մարզում առաջին անգամ անցկացվեց լավանդային նվիրված փառատոն։ Լավանդան աշխարհի ամենաճանաչված եւ սիրված բյուրավետ բույսերից է։ Այն գրավում է ոչ միայն իր հիասքանչ մանուշակագույն տեսքով, այլև բազմաթիվ օգտակար հատկություններով, որոնք դարեր շարունակ կիրառվում են բժշկության, կոսմետոլոգիայի եւ խոհարարության մեջ։ Փառատոնը համախմբել էր ոչ միայն տավուշցիներին, այլև Հայաստանի տարբեր անկյուններից ժամանած այցելուներին, որոնք եկել էին բացահայտելու լավանդայի աշխարհն ու վայելելու բնության ներդաշնակությունը։ Լավանդայի մասին գիտեի, որ անուշահոտ խոտաբույս է, որ օգտագործում են թե ուտելիքների մեջ, թե անուշահոտ յուղեր են ստանում եւ այլն։ Գիտեի, որ ասում են հնարավոր է լավարը բառից է ծագել լատիներեն, այսինքն լվանալ մաքրել, որովհետեւ այն ժամանակ լվացքի մեջ են օգտագործել, որպեսզի անուշ բույս ստանան։ Տվոլցները շատ դրական են, մենք այո գիշերակացով էինք եկել, թե այստեղ տարբեր մարդկանց հետ ենք ծանոթացել, շփվել, շատ հաճելի, ջերմ, հյուրընկալ մարդիկ են, թե տարածքները կարծում որ այդքան էլ բացահայտված չեն ու զբոսաշրջության համար շատ հրաշալի վայրեր են, թե լեռնագնացների համար, թե ուրիշ հետաքրքրություններ ունեցող մարդկանց համար հին վանքեր կան, որ կարող են գալ, բացահայտել, մնալ, բնությունը ուղղակի աստվածային է։ Այցելուները շրջեցին լավանդայի դաշտերով, մասնակցեցին լավանդայի ծաղկահավաքին եւ ծանոթացան եթերայուղի պատրաստման ողջ գործընթացին, տեսնելով, թե ինչպես է ծաղիկը վերածվում բնական արտադրանքի։ Լավանդան բավականին ներողամիտ բույս է, բավականին հեշտ է աճում, հետո Հայաստանում ոնց որ թե շատ չկար այդ ժամանակ, մի 4 տարի առաջ, 5 տարի։ Տեղանքն էլ հետաքրքիր էր, համել ընտանի կենդանիները չեն սիրում լավանդա, ասո պաշտպանելը հեշտ է։ Բայց հնուց օգտագործել են, Աստվածաշնչի մեջ էլ կա գրած, որ Աստծո որդուն օծել են լավանդայով, հնուց արժեք է ունեցել, ոնց որ մարդիկ սիրում են օծանելիքներ, յուղեր, տարբեր ձևի ուտելիքի մեջ, ուտեստեղենների մեջ են օգտագործել, ֆունկցիոնալ, ինքը ֆունկցիոնալ բույս է։ Հա, ինձի դուր է գալի, որ սահմանի վրա է, որ գալիս են, որ ոնց որ աշխուժանում է միջավայրը, մենակ ձանձրալի է հիմնական։ Լավ է, որ մեկ-մեկ գալիս են, էլի։ Օրվա ընթացքում հյուրերը համտեսեցին լավանդայի թեյն ու մեղրը, ծանոթացան լավանդայից պատրաստված օծանելիքներին, քսուկներին եւ բնական սփրեյներին, որոնք նախատեսված են միջատներից պաշտպանվելու համար։ Անցած տարի Բերթագրոֆեստի շրջանակներում ծանոթացել եմ, որ մեր տարածաշրջանում գոյություն ունի նման պարտեզ եւ գնել ենք նաեւ լավանդաների փնջերից եւ այս տարվա հնարավորությունից որոշեցինք օգտվել եւ անձամբ ներկա գտնվել պարտեզում եւ վայելել այս գեղեցիկ բնությունը։ Պետք չէ հասնել Ֆրանսիա, Պրովանս, որպեսզի վայելել այս լավանդայի ծովը, վայելել այս բնությունը, այս ամեն ինչը, ծաղիկների հետ շփվել, ծանոթանալ պարոն Սամվել Սեմերջյանի հետ եւ այսօրվա օրը շատ գեղեցիկ անցավ։ Իմ հավաքած լավանդան նախ կտանեմ տուն, կվայելեմ, կդնեմ իմ արվեստանոցում եւ իմ համար ամբողջ տարվա ընթացքում գեղեցիկ հուշերի առիթ կլինի։ Մասնակիցներն այցելեցին նաեւ տարածքի գողտրիկ անկյունները, ծանոթացան չորացրած բույսերի բազմազանությանը եւ այստեղ կատարվող աշխատանքներին։ Լավանդայի բույրը, բնության գեղեցկությունն ու խաղաղ մթնոլորտը օրը վերածել էին իսկական տոնի։ Հյուրերը լուսանկարվում էին, զբոսնում դաշտերում եւ վայելում Տավուշի բնությունը։ Առաջին անգամ անցկացված նախաձեռնությունը նպատակ ունի դառնալ գեղեցիկ ավանդույթ, ամեն տարի համախմբելով բնության, գյուղական կյանքի եւ լավանդայի սիրահարներին։
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի մի բնակիչ ապօրինի պահում է զենք զինամթերք, թմրամիջոց, նաև ձեռքբերում եւ իրացնում է կեղծ ալկոհոլային խմիչք ու անակցիզ ծխախոտ։ Հունիսի 17-ին նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում նույն փողոցում գտնվող Արմավիր քաղաքի 53-ամյա բնակչի վաճառքի կետում կատարվել է հզնություն։ Հայտնաբերվել է 16 դեղահաբ, սվինդանակ, նաև առանց ակցիզի 24 շիշ կեղծ օղի, տնային պայմաններում պատրաստված օղիով եւ կոնյակով լցված պլաստիկ 120 շիշ ու 12246 տուփ առանց դրոշմանիշի ծխախոտ։ Հետագա միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ դեղատոմսով նշանակվող դեղամիջոց դիազեպամը 53-ամյա տղամարդուն իրացրել է նրա 47-ամյա համակարգացին։ Նույն օրը 53-ամյա տղամարդը ձերբակալվել է, ներկայացվել Արմավիրի մարզային քննչական վարչություն ու տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ապահովության բարձր զգացում, վստահություն եւ գոհունակություն։ 2026 թվականին միջազգային հեղինակավոր կազմակերպությունների իրականացրած մի շարք հետազոտություններ փաստում են։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության նկատմամբ հանրային ընկալումներում արձանագրվում է կայուն դրական դինամիկա։ Հարության շրջանում ձևավորվող միտումները վկայում են ներքին գործերի նախարարության կողմից իրականացվող քաղաքականության եւ մատուցվող ծառայությունների արդյունավետության շարունակական բարելավման մասին։ Հարցումների արդյունքները ոչ միայն կարևոր են մեզ համար, որ դրանք տալիս են գնահատական առհասարակ գործունեությանը ընդհանրապես կամ առանձին ճյուղերով, դրանք մեզ բերում են որոշակի պատասխանատվության տիրույթ, այդուհանդերձ մեր համար այդ արդյունքները շատ կարևոր են որպես կառավարման գործիքներ, որովհետև մենք այստեղ ենք հասկանում եւ համեմատում մեր իրական տվյալների հետ, թե ինչպես է պետք այս կամ այն նեղ ոլորտում շարժվել առաջ։ Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ Brevis ընկերության կողմից իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրություն Հայաստանի առկա բնակչություն հետազոտության արդյունքներով ոստիկանությունը քաղաքացիների գոհունակության ցուցանիշով առաջատար է իրավապահ մարմինների շարքում։ Փետրվարին գրանցված արդյունքների համեմատ մայիսին ոստիկանության աշխատանքից լիովին կամ հիմնականում գոհ քաղաքացիների թիվն աճել է 61%-ից հասնելով 68%-ի։ Ես որպես բժիշկ գոհ եմ։ Բոլորի աշխատանքը ողջունում եմ, գնահատում եմ, շատ հարգում եմ այդ աշխատանքը։ Ես ոչ մի բացական ոչ մի բան չեմ նկատել, բացի դրական։ Շատ ավելի լավ են աշխատում, շատ ավելի ուշադիր են, շատ ավելի հոգատար են ժողովրդի հանդեպ, կարելի է մոտենալ, հարցեր տալ։ Ավելի բարի համբույր են մարդկանց նկատմամբ, այդ շատ գովելի է, հա։ Բարձր ցուցանիշներ են արձանագրվել նաև ԵԱՀԿ կողմից պատվիրակված եւ Insight անկախ հետազոտական ընկերության թիմի ջանքերով իրականացված ոստիկանության եւ ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ հանրային ընկալման հետազոտության արդյունքներով։ Անդրադարձ է կատարվել ներքին ապահովության եւ անվտանգության, ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակի ու մի շարք այլ ընկալումների։ ԵԱՀԿ կողմից պատվիրակված ոստիկանության եւ ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ հանրային ընկալումների հարցումն արդեն երրորդն է, որ իրականացվել է ԵԱՀԿ աջակցությամբ 22 թվականից ի վեր եւ այդ հետազոտությունները հանդիսանում են կարևոր գործիք, քանի որ թույլ են տալիս գնահատել ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունավետությունը, իրազեկում են հետագա քաղաքականության մշակում եւ նպաստում հաշվետվողականության բարձրացմանը։ Հեռախոսային բոլոր զանգերն իրականացվել են պատահականության սկզբունքով, այսինքն մեր բոլոր բնակիչները հավասար հավանականությամբ հնարավորություն են ունեցել մասնակցել հարցմանը։ Սա բավականին կարևոր չափանիշ է ցանկացած հետազոտությունում ներկայացուցչականության ապահովության տեսանկյունից։ Հարցվածների 52.8%-ը լիովին կամ գրեթե լիովին վստահում է ոստիկանությանը։ Հանրագումարային ցուցանիշն աճել է 7.5%-ով, 21.8%-ը ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը չեզոք է գնահատել։ Միևնույն ժամանակ նվազել է ոստիկանությանը չվստահող քաղաքացիների թիվը, կազմելով 21.2%։ Հարցվածների 69.1%-ը Հայաստանի ներքին անվտանգային իրավիճակը համարել է այս կամ այն չափով անվտանգ։ 92.1%-ը նշել է, որ ցերեկային ժամերին միայնակ փողոց դուրս գալիս իրեն ապահով է զգում, իսկ գիշերային ժամերին ապահովության զգացողության ցուցանիշն աճել է, կազմելով 77.4%։ Ապահով եք զգում Հայաստանում։ Այո։ Ես կարող եմ ասեմ, որ Հայաստանը Երևանը հատկապես ամենաապահով երկրներից մեկն է։ Ես ինձ անվտանգ եմ զգում։ Տեսնում եմ, որ ոստիկանությունը միշտ շրջում է, միշտ հետևում են օրենքին։ Բավականին ինձ ապահով եմ զգում Երևանում, մանավանդ երեկոյան շատ հաճելի է։
Դրական ընկալումներ են արձանագրվել նաև ներքին գործերի նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումներ ծրագրի շրջանակում իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքում։ Ծրագրի շրջանակներում առաջին անգամ իր բնույթով եւ ծավալով իրականացվեց հարցում ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում, որը վերաբերելի էր ոստիկանությանը որպես գործատուի։ Այսինքն պետք էր հասկանալ մեր հասարակության կարծիքը ոստիկանության վերաբերյալ։ Ոստիկանությունը որպես հուսալի եւ հեղինակավոր գործատու է համարել հարցված ուսանողների կեսից ավելին, ինչը վկայում է երիտասարդների շրջանում ոլորտի գրավչության մասին։ Ներքին գործերի նախարարությունը կարևորում է անկախ հետազոտական կազմակերպությունների կողմից իրականացված հանրային հարցումները, արդյունքները համադրելով առկա վերլուծական տվյալների հետ եւ օգտագործելով դրանք փաստային քաղաքականության մշակման ու ծառայությունների շարունակական բարելավման համար։